Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորին եւ այսպես կարող ենք սկսել։ Ներկայանամ, ես Արմեն Առաքելյանն եմ, Unibank Invest-ի, հա, նույն ինքը Unibank-ի բրոքերային բաժնի, թրեյդինգի բաժնի ղեկավարը։ Վստահ եմ բոլորը արդեն լսած կլինեք մեր մասին։ Մեր վեբինարի նպատակն է այսօր նախ եւ առաջ կպատմեմ ձեզ թե ինչ են ներդրումները, հա, ինչպիսի տեսակներ կան ներդրումների, մի փոքր դրանից հետո կխոսենք նրա մասին, թե ինչպես դուք կարող եք ընտրել ձեզ համապատասխան ներդրումներ, եւ բնականաբար վերջում կտանք ձեզ հետադարձ կապի հնարավորություն, կպատասխանեմ ձեր հարցերին։ Եվ այսպես եկեք սկսենք, հա։ Սկսենք ամենասկզբից, թե ինչ են ներդրումները եւ ինչի համար են դրանք անհրաժեշտ։ Ինչ հնարավորություններ տալիս ձեզ ներդրումը, հա։ Տեսեք, ներդրումը դա հնարավորություն է ձեր պասիվ գումարներին տալ հավելյալ եկամտի միջոց։ Այսինքն ինչ է սա նշանակում, հա։ Մի փոքր հասկանանք, որ Հայաստանում ընդունված տարբերակա, ինձ թվում է բոլորդ էլ տեղյակ եք, լսել եք մեծերից, հա, հետ գցած փող, սևորվա փող, հա, բարձի տակ դրած գումար, պահարանում պահված գումար եւ այլն, հա։ Հիմա ինչ է սա նշանակում։ Երբ որ դուք այդ գումարը կատարում եք ներդրում, դուք հնարավորություն եք տալիս այդ գումարին տալ ձեզ հավելյալ եկամուտ, բացի այդ հնարավորություն եք տալիս, որպեսզի ձեր գումարը չկորսվի, այսինքն ինֆլյացիան իրան չուտի, նույն ինքը գնաճը։ Ինչ է սա նշանակում, հա։ Տեսեք, օրինակի համար, երբ որ դուք ունեք պահած ինչ-որ կամայական 100,000 դրամ, կլինի պահարանում, բարձի տակ եւ այլն, ընդհանրապես կապ չունի, հա։ Ու բնականաբար դուք այս տարի այդ 100,000 դրամով կարող եք վերցնել ինչ-որ կամայական X ապրանք, որը արժի 100,000 դրամ, ցանկացածդ կարող եք պատվիրացնել այն, ինչը որ ձեզ հարմար է։ Եվ եկեք հասկանանք այսպիսի մի բան, որ եթե 100,000 դրամով այս տարի դուք կարող եք ձեռք բերել այդ ապրանքը, ինքը մի քանի տարուց, նույնիսկ կես տարուց կամ մի տարուց, հա, կարող է արժանալ օրինակի համար 130,000 դրամ, այսինքն ավելի թանկ։ Ինչ է սա նշանակում, հա։ Հիմա եթե դուք հիմա այդ գումարը պահեք ուղղակի բարձի տակ, այսինքն ոչ մի բան չանեք, ինքը լինի пассив ձեր համար եկամուտ, ապա մի քանի տարուց որպեսզի դուք ձեռք բերեք նշված, չգիտեմ, ապրանք կլինի, ծառայություն կլինի, հա, կապ չունի, այդ ամեն ինչը որպեսզի դուք ձեռք բերեք, ձեզ հարկավոր կլինի դրա վրա նույնիսկ գումար ավելացնել, հա, որպեսզի դուք այդ ապրանքը ծառայությունը կարողանաք օգտվել, հա, ձեռք բերել եւ այլն։ Ինչ է սա նշանակում, հա, բայց երբ որ դուք կատարում եք այդ գումարը ներդրում, այսինքն ինքը ձեզ բերում է հավելյալ եկամուտ, այստեղ դուք արդեն այդ գումարը կարող եք օգտագործել ավելի ռացիոնալ, այսինքն ինքը 100,000-ից կարող է դառնալ, չգիտեմ, 130,000, 150,000, հա, ընդհանրապես կապ չունի, այստեղ կարևորն է նա, որ առաջին հերթին ձեր գումարը չի կորսվի ինֆլյացիայի միջոցով, ինքը չի արժեզրկվի։ Բացի այդ, դուք հնարավորություն կունենաք ձեռք բերել նշված ծառայությունը եւ պլյուս դրա հետ մեկտեղ ձեզ կարող է ինչ-որ միտեղ էլ եկամուտ մնա ավելին, հա, քան պետք էր։ Խոսենք մի փոքր ներդրումներից, իրենց պատմությունից, որպեսզի ավելի հասկանալի լինի, հա, բնականաբար ներդրումներ ունեն հազարամյակների պատմություն, այսինքն մարդիկ սկսել են կատարել ներդրումներ դեր հին Եգիպտոսում, Բաբելոնում եւ այլն, հա, ուղղակի այնտեղ գործիքները տարբեր են եղել, այսինքն ավելի սահմանափակ, չգիտեմ, կլինի գյուղատնտեսություն եւ այլ միջոցներ, հա։ Որպես փաստարկ ասածից հասկանանք նրա մասին, որ դեր առաջին օրենսգիրքը, երբ որ լույս է տեսել մեր թվարկությունից առաջ 1750 թվականին, հա, շատ վաղ, այնտեղ արդեն եղել են հոդվածներ կապիտալի կառավարման մասին, ինչը վկայում է նրա մասին, որ արդեն այդ ժամանակ ներդրումներ են եղել։ Եվ ինչպես ասացի, եկեք հիմա անդրադառնանք ներդրումների տեսակներին։ Այստեղ կխնդրեի ձեզ մի փոքր տալ հետադարձ կապ, կսկսեի այն տարբերակից, որը ներկայացին Հայաստանում ամենահայտնի տարբերակն է, ինչ եք կարծում, որ ներդրումային գործիքի մասին է խոսքը, որը Հայաստանում ամենատարածվածն է, ներդրումային գործիք, այսինքն որտեղ կատարել ներդրումներ, հա, ինչի մեջ։ Ավանդ, ինքը տարածված է, բայց ներկապահին ամենատարածվածը չի, ուրիշ տարբերակներ։ Պարտատոմսեր, անշարժ գույք, ճիշտ ասած չգիտեմ ով է էլի այո դուք ճիշտ եք նույնպես, անշարժ գույք Հայաստանում ամենատարածված տարբերակը, հա։ Եկեք միասին դիտարկենք անշարժ գույքը որպես ներդրումային գործիք։ Ինչ է սա նշանակում, հա։ Այս ժամանակ տեսեք անշարժ գույքից ընդհանրապես դուք կարող եք ստանալ եկամուտ երկու տեսքով։ Առաջինը դա այն է, երբ որ դուք ձեռք եք բերում անշարժ գույք, տալիս եք իրան վարձով, հա, այսինքն այստեղ դուք կարող եք ստանալ եկամուտ պարբերաբար, չգիտեմ, կլինի ամսական, եռամսյակային եւ այլն։ Երկրորդ տարբերակը դա բնականաբար անշարժ գույքի վերավաճառքն է, հա, այսինքն դուք ձեռք եք բերում անշարժ գույքը, ինչ որ X ժամանակաշրջան հետո դուք իրան վաճառում եք ավելի բարձր գնով եւ այստեղ բնականաբար ստանում եք եկամուտ։
Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում ներկա պահին համարում են անշարժ գույքը, ժողովրդական լեզվով ասեմ, ամենալավ ներդրումային տարբերակը ու ամենահապաղով, բայց խոսենք դրա մասին, որ դա շատ վիճելի փաստ է։ Ուղղակի, քանի որ մեր ժամանակն էլ է մի քիչ սուղ, ես անպայման հաջորդ վեբինարին կանդրադառնամ դրան, թե ինչի է դա շատ վիճելի տարբերակ։ Իսկ հիմա եկեք անդրադառնանք մյուս ներդրումային գործիքներին։ Մյուսը արդեն ավելի, ու բնականաբար ավելի քիչ տարածում ունի, բայց ելի հայտնի է, դա բիզնեսն է, երբ որ մարդիկ ներդրում են կատարում բիզնեսում։ Իր լավ ու վատ կողմերը ինչու են, հա։ Նախ առաջին հերթին սա high risk մարդկանց համար է, այսինքն ավելի բարձր ռիսկի գնացող մարդկանց, ինչի համար։ Որտեվ եթե դուք ներդրում եք կատարում, թե, չգիտեմ, ինչ որ կայացած բիզնեսներում, մեծ մոդելներում, ու ովքեր գործում են օրինակի համար 10+ տարի, թե կատարում եք նոր փոքր միջին բիզնեսներում կամ նոր ինչ-որ ստարտափերում, միևնույնն է դուք առնչվում եք ինչ-որ ռիսկերի հետ։ Ինչու՞մն է, հա, ռիսկերը։ Բնականաբար ցանկացած բիզնես, երբ որ ներգրավում է ինչ-որ միջոցներ, հա, ինքը ունի բիզնես մոդել, որը իրականանալու դեպքում բնականաբար դուք ստանում եք շահույթ։ Բայց ինչի եկեք չբացառենք այն փաստը, որ այդ մոդելը կարող է չիրականանա, այսինքն չտա այն արդյունքները, որոնք որ դուք սպասում եք, եւ այստեղ դուք կարող եք ունենալ քիչ եկամուտ, քան սպասում եք, կամ նույնիսկ չունենալ ընդհանրապես եկամուտ։ Այս իսկ պատճառով բիզնեսը համարվում է ռիսկային, բայց նաև առավելություններից կարելի է շեշտել այն, հա, որ երբ որ դուք բիզնես եք ներդրում եք կատարում կներեք բիզնեսներում, դուք ստեղ նաև ունեք հնարավորություն մասնակցելու նշված բիզնեսին, հա, ինչ որ հարցեր բիզնեսի հետ կապված որևէ եւ այլն։ Հաջորդ տարբերակը բոլորը նշել էիք, բոլորը չէ, որոշ մասը նշել էր որպես ամենահայտնին Հայաստանում ավանդներ։ Առաջին հերթին, երբ որ խոսում ենք ավանդի մասին, ինչ են մտածում բոլորը, հա, որ սա շատ լավ տարբերակ է, շատ ապահով, ինքը եկամուտ է տալիս, ամեն ինչ օքեյ է, հա, բացի այդ դուք երբ որ ներդրում եք կատարում ավանդում, ձեզ հարկավոր չի ինչ որ տեղեկանալ շուկայական իրավիճակներից եւ այլն, որտեղ դա նույնպես կարելի է համարել пассив գումար, դուք ներդնում եք եւ ստանում եք ձեր եկամուտը ինչ որ, չգիտեմ, ամեն տարի, ամեն երամսյակային ոնց եք որոշում։ Առաջին հայացքից ամեն ինչ շատ լավ է, շատ ապահով է, որտեվ երաշխավորված ավանդները հատուցող ֆոնդի կողմից, որը իր հերթին նույնպես երաշխավորված է պետության կողմից, բայց դա այդքան էլ այդպես չի։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, շատ ժամանակ ավանդները ձեզ եկամուտ տալիս են այն տոկոսադրույքը, որը հավասար է ինֆլյացիայի տոկոսադրույքին կամ նույնիսկ ինչ որ ժամանակ ավելի քիչ։ Ինչ է սա նշանակում, հա, որ գումարը առաջին հայացքից աճում է, օրինակի համար ավանդ եք դրել ինչ որ կամայական 13% տոկոսադրույքով 1 միլիոն դրամ, օրինակի համար, հա, եւ 1 տարի հետո ստանում եք 1.130.000 դրամ։ Առաջին հայացքից ամեն ինչ հիասքանչ է, բայց տեսեք, ինֆլյացիայի մակարդակը նույնիսկ գնաճի կարող ավելի բարձր լինի եւ բնականաբար, հա, գումարը կլինի ավելի շատ, բայց իր արժեքը կլինի ավելի քիչ, այսինքն ավելի քիչ ծառայություններ կարող եք ձեզ թույլ տալ, քան այն ժամանակ 1 միլիոն դրամով։ Հիմա կասեք, բա որտեղ ներդրումներ կատարենք, ես մի փոքր ավելի ուշ այս վեբինարի ընթացքում կանդրադառնամ դրան։ Ներդրումների մյուս տարբերակի մասին եկեք խոսենք, ալտերնատիվ ներդրումներ, ես ես ամբողջով միացրել եմ ալտերնատիվ մեջ, ինչի, որտեվ մեր մոտ, այսինքն Հայաստանում իրանք ունեն շատ քիչ գործածություն, բայց միևնույնն է իրանք կան։ Անդրադառնանք ամենաառաջինին, բնականաբար դրանք թանկարժեք մետաղներն են, ոսկի, արծաթ, պլատին եւ այլն։ Ինչ է սա նշանակում ու ինչով է ինքը ավելի լավ, հա։ Երբ որ դուք ներդրումներ եք կատարում թանկարժեք մետաղներում, կարող եք դա կատարել մի քանի տարբերակներով, այսինքն ուղղակի ներդրումներ դիվերսիֆիկացիայի համար։ Դիվերսիֆիկացիան ինչ է, եկեք դրան անդրադառնանք մի փոքր ու շարունակեմ, որպեսզի հասկանալի լինի։ Դա բազմազանությունն է ռիսկերը նվազեցնելու համար։ Կա sense մեծ ասացված, ասում են մի դրեք ձվերը մի դրեկը բոլոր ձվերը մեկ զամբյուղում, բայց ինքը մի քիչ այդքան լավ օրինակ չի, ավելի sense ասած կյանքից օրինակ վերցնենք, հա, տեսեք օրինակի համար բոլորս էլ կրում ենք հասարակ հագուստ, ինչի մասին է խոսքը, հա, ու բոլորս էլ ունենք, չգիտեմ, ոչ թե մեկ հատ տաբատ կամ մեկ զույգ կոշիկ, այլ մի քանիսը։ Հիմա հասարակ օրինակ բոլորդ էլ առավոտյան արթնանում եք, գնում եք, չգիտեմ, աշխատանքի դասի եւ այլն, ընդհանրապես կապ չունի ուր, հա։ Օրինակի համար արթնանում եք, տեսնում եք, չգիտեմ, ձեր տաբատը կեղտոտված է, բնականաբար բոլորս էլ ունենք երկրորդը, որ կարող ենք հագնել եւ գնալ աշխատանքի։ Այսինքն սա կոպիտ ասած նվազեցնում են ռիսկը, որ դուք կարող եք հագուստի պատճառով չգնալ աշխատանքի, հա։ Սենց պարզ օրինակ, դիվերսիֆիկացիայի վերաբերյալ ու նույնն էլ ներդրումների մեջ է, դուք կարող եք մի քանի տեղ ներդրումներ կատարել, ոչ մեկ ձեզ չի կարող ստիպել, չգիտեմ, ընդամենը մեկ տեղ ներդրումներ կատարել, չէ, բնականաբար։ Եվ հիմա խոսում էինք հաթանկարժեք մետաղների մասին եւ դիվերսիֆիկացիա ինչը դες կարող է տալ։
Բացի այդ, տեսեք, երբ որ դուք կատարում եք ներդրումներ թանկարժեք մետաղներում, լավ կողմերից կարող ենք շեշտել այն, որ երկարաժամկետ դեպքում բնականաբար նրանք միշտ տալիս են եկամուտ, եւ այնտեղ կարող եք նաեւ կատարել ներդրումներ շուկայական անհասկանալիության դեպքերում, հա, երբ որ ձեր համար մի քիչ անհասկանալի է որտեղ կատարել ներդրումներ, այսինքն դուք կարող եք հանգիստ ընտրել թանկարժեք մետաղները։ Հաջորդ ալտերնատիվ ներդրումները դրանք արվեստն է, այսինքն կարող եք նաև ներդրումներ կատարել արվեստի գործերում, ինչով է ինքը լավ, իր լավ կողմն նա, որ բնականաբար երկարաժամկետ վիճակում ինքը տալիս է ձեզ եկամուտ, հա, ինչ որ օրինակ վերցնենք, չգիտեմ, ամեն տարի, տարեց տարի, երբ որ Da Vinci-ի գործերը հնանում է, բնականաբար նրա գործերը ավելի թանկանում։ Ուղղակի ստեղ բացառությունն է նա, որ բացի այն, որ ինքը որպես ներդրում է, ունի նաև իր դեպքում կոնկրետ էսթետիկ արժեք։ Հաջորդը կարող ենք խոսել պատենտի մասին։ Ստեղ ուզում եմ մի փոքր կանգ առնեմ հենց այդ բառի վրա պատենտ, ինչի համար, որովհետև Հայաստանում շատ շատերը, երբ որ առաջին հերթին ասում են պատենտ, ուրիշ բան են պատկերացնում, ինչ որ հասարակ օրինակ բերեմ Adidas-ի վրա, հա, բոլորս էլ գիտենք Adidas-ը, բոլորս էլ գիտենք Adibas-ը, հա, որը բնականաբար ոչ օրիգինալ տարբերակ է, ու երբ որ մարդիկ ասում են պատենտ, առաջին հերթին հասկանում են Adibas կոչվածը, չէ, ստեղ դրա մասին չենք խոսալու, ստեղ խոսալու ենք պատենտի մասին, դա այն է, երբ որ ինչ-որ անձնավորություն, կլինեմ ես, կլինեք դուք եւ այլն, հա, կապ չունի, հայտնագործում է ինչ-որ նոր բան, կլինի դա ապրանք, ծառայություն եւ այլն։ Եվ որը ուրիշները օգտագործելու համար նրանից ցանկանում են թույլտվություն։ Բնականաբար այդ թույլտվության դիմաց նրանք վճարում են ինչ-որ X գումար, կլինի դա ժամանակի ընթացքում պարբերաբար, հա, այսինքն չգիտեմ, ամսական վճարում են այդ ծառայությունից օգտվելու համար կամ մեկ անգամ վերցնելու։ Ամենահանրահայտ պատենտի տարբերակը, ինձ թվում է բոլորդ էլ տեղյակ կլինեք, ինքը Հայաստանում նույնիսկ չի գործածվում, բայց ինքը շատ հայտնի է, McDonald's-ի ֆրանչայզինգը, երբ որ մարդիկ գումար են վճարում McDonald's կազմակերպությանը, որպեսզի հանդես գան նրանց բրենդի տակ եւ վաճառեն իրենց ապրանքները։ Չգիտեմ, հայկական օրինակի մեջ այդ նույնը կարելի է վերցնել KFC-ի օրինակի վրա։ Բնականաբար, ստեղ եկեք սահմանափակվենք, հա, պատենտի վրա։ Հաջորդը կրիպտո արժույթն է։ Ինքը նոր տարբերակ է կարելի է ասել, բայց Հայաստանում վերջերս է սկսել ու շատ լայն տարածում ունի, հա։ Ինչ է ինձ ներկայացնում կրիպտո արժույթը, ինձ թվում է բոլորդ էլ տեղյակ եք, բոլորդ էլ լսել եք, այսինքն իրան անդրադառնալու կարիք չկա։ Ուղղակի ինչով է լավ կրիպտո արժույթը, այնքանով որ ինքը բարձր եկամուտներ է տալիս, բայց բոլորդ պետք է հասկանաք, որ բացի այն, որ ինքը տալիս է բարձր եկամուտ, դուք իրան գնելուց պետք է հասկանաք, որ ինքն իր մեջ ներառում է շատ բարձր ռիսկեր։ Այսինքն, եթե դուք դրան պատրաստ եք, խնդիր չկա։ Եվ բնականաբար կրիպտոարժույթը նույնպես կարելի է օգտագործել դիվերսիֆիկացիայի համար, ինչի մասին որ մի քիչ առաջ խոսում էինք միասին։ Հիմա եկեք անդրադառնանք արդեն ներդրումների մյուս եւ վերջին տարբերակին, որի մասին այսօր կխոսենք, արժեթղթեր։ Կանդրադառնանք այսօր արժեթղթերի երկու տեսակներին՝ բաժնետոմս եւ պարտատոմս։ Իսկ ETF-ների մասին կմանրամասնենք, կներեք մի փոքր շեղվեցի, ոչ այս վեբինարի ընթացքում չէ, բայց հաջորդ վեբինարներին պարտադիր կանդրադառնանք ETF-ներին։ Այսօր կխոսենք արժեթղթերի երկու հիմնական տեսակների մասին՝ պարզ գործիքների, բաժնետոմս եւ պարտատոմս։ Սկսենք բաժնետոմսից բնականաբար, հա, բացատրեմ ինչ են սրանք։ Բաժնետոմսը դա արժեթուղթ է, որը երբ որ դուք ձեռք եք բերում, դուք դառնում եք նշված կազմակերպության համասեփականատեր։ Ինչ է սա նշանակում։ Վերցրեք բոլորդ կամայական ցանկացած կազմակերպություն, որի մասին տեղյակ եք, առաջինը, որը գալիս է ձեր մտքին։ Տեսեք, եթե նշված կազմակերպությունը լինում է բաժնետիրական ընկերություն, հրատարակում է օրինակի համար թողարկում է 100 հատ բաժնետոմս, հա, ու դուք ձեռք եք բերում նրա 1 հատը, դուք դառնում եք նշված կազմակերպության 1%-ի համասեփականատերը։ 50 հատ եք գնում, դառնում եք 50%-ի սեփականատերը, հա։ Ու այսինքն բնականաբար այս դեպքում դուք արդեն շահագրգռված եք, որ այդ կազմակերպությունը տա շահույթ, որտեղ ինչքան ինքը շահույթ է տալիս, դուք ունեք ձեր եկամուտը։ Այսինքն ավելի գլոբալ օրինակ վերեմ, ինչ որ կամայական, չգիտեմ, Apple-ի վրա, հա, երբ որ դուք ձեռք եք բերում այդ ընկերության բաժնետոմսերը, դուք նախ առաջին հերթին ձեռք եք բերում իրավունքներ, օրինակի համար Apple-ի բորդի, հայերեն ասած, վարչության ինչ որ որոշումներին մասնակցելու համար, իրավունքներին կանադառնանք հաջորդ վեբինարին ավելի կմանրամասնեմ, եթե դες հետաքրքիր է, այս վեբինարում խոսենք մենակ եկամուտների մասին, ինչ է սա նշանակում։ Շատ ու շատ ավելի պարզաբանելով, ասեմ այսպես, երբ որ դուք դառնում եք Apple-ի բաժնետեր, աշխարհում վաճառված ցանկացած iPhone-ից դուք ունեք ձեր եկամտի մի մասը, հա, որովհետև երբ որ դուք դառնում եք սեփականատեր, Apple-ը կատարում է իր վաճառքների պլանը, բնականաբար դուք ստանում եք եկամուտ։ Հասկանում եմ մի քիչ շատ բանը հնչում նույնիսկ անհավատալի, բայց այո, դա տենց է։ Երկրորդ գործիքը, որին կցանկանայի անդրադառնալ, պարտատոմսերն են, ինչ է սա նշանակում, հա, նախ եւ առաջին հերթին բնականաբար որոշ չափով բառը ինքնին բացատրում է դա ինչ է։
այսինքն պարտքով գումար տրամադրել ուրիշին, ու այս դեպքում կոնկրետ երբ որ դուք եք ներդրում կատարում, դուք այդ գումարը պարտքով տալիս եք ինչ որ պետությանը, կազմակերպությանը եւ այլն, հա, միասին պայմանագիր եք կնքում, որի դիմաց նշված ժամանակաշրջանում պետությունը կամ կազմակերպությունը ձեզ այդ գումարը ետա տալիս, բնականաբար տոկոսներով, որը կազմում է ձեր եկամուտը։ Ավելի պարզ խոսենք, վարկ եք տրամադրում ընկերությանը կամ պետությանը, որի դիմաց ինքը ձեզ փոխհատուցում է տալիս։ Բնականաբար սրանք ավելի պահպանողական գործիքներ են, հա, այս դեպքում էլի ամեն ինչը ֆիքսված է տոկոսադրույքը պարտատոմսերի, եւ եթե հիշում եք, ոնց որ անդրադարձա ավանդին ու ասացի հիմա կասեք, բա որտեղ ներդրումներ կատարենք, որ էլի տենց կոնսերվատիվ լինի, պարտատոմսերում նախ պարտատոմսերի եկամուտն է ավելի բարձր, հասարակ օրինակ վերցնենք, ես ներկայացնում եմ Unibank BB-ն, տեսեք Unibank-ում օրինակի համար, եթե դուք վերցնում եք դոլարային ավանդ 4% եկամտաբերությամբ, 4% ընդամենը, նույն Unibank-ի պարտատոմսերը դուք կարող եք ձեռբերել 6.25% եկամտաբերությամբ։ Տեսեք, առաջին այսից կասեք, օ 2.25% եկամտաբերություն, բայց դա նույնիսկ ավելի շատ է, քան դուք պատկերացնում եք, շատ պարզ պատճառով, որովհետև տեսեք, նախ եւ առաջին հերթին դուք ավանդից տալիս եք եկամտահարկ, պարտատոմսերի դեպքում դա չկա։ Այսինքն ավելի շատ եկամուտ է տալիս։ Տեսեք, հիմա կասեք ինչով է լավ երկուսը եւ ինչպես ընտրենք, հա, կոնկրետ բաժնետոմսերի եւ պարտատոմսերի դեպքում, տեսեք, հետեւյալն է տեղի ունենում, երբ որ դուք ձեռք եք բերում բաժնետոմս կամ բաժնետոմսը դա առաջին հերթին շահույթ է, այսինքն կազմակերպությունը ինչքան շահույթ ցույց տվեց դուք այդքան եք ստանում, պարտատոմսը մի քիչ ավելի հաստատուն է, որովհետեւ ինքը տալիս է ձեզ հստակ տոկոսադրույք ու այդքան էլ կախված չի կազմակերպության շահույթից։ Հիմա կասեք, օքեյ, ամեն ինչ առաջին տեսանկյունից սա օքեյ է, հա, ներդրողները կատարում են ներդրումներ, ստանում են եկամուտ, բա կազմակերպության օգուտը տեղը որն է, կցանկանայի մի փոքր դրան անդրադառնալ, որպեսզի ավելի հասկանալի լինի ամբողջ պատկերը ձեզ համար։ Ինչի է կազմակերպություն թողարկում բաժնետոմս, պարտատոմս եւ այլն։ Տեսեք, վերցրեք 3 կազմակերպություն, բնականաբար ստարտափեր ինչ որ բիզնեսներ, որ նոր են սկսում, փոքր կամ միջին բիզնես, հա, եւ մեծ բիզնեսի մասին է խոսքը։ Բնականաբար, երբ որ այդ մարդիկ ցանկանում են իրենց բիզնես ընդլայնել, հա, ինչ է լինում։ Նրանց առաջին հերթին պետքա ներգրավել նոր միջոցներ, նոր գումարներ, որպեսզի նրանք կարողանան, չգիտեմ, մեծ բիզնեսի դեպքում օրինակի համար դուրս գալ միջազգային շուկա, փոքր եւ միջինի դեպքում ավելի ընդլայնվել, հա, տեսեք, այստեղ ոնց է լինում այդ ամեն ինչը, այսինքն առաջին հերթին կասեք հա կարա բանկ, չգիտեմ, վարկ վերցնի այդ միջոցների համար եւ ընդլայնվի, հա, բնականաբար կարող է, բայց նաեւ կարող է թողարկել բաժնետոմսեր կամ պարտատոմսեր, որովհետեւ այս դեպքում տեսեք, նախ առաջին հերթին ինչ որ ավելի կարևոր պատճառ ասեմ, ու միակը մնացածին պետք չի անդրադառնալ, որ երբ որ ինքը վարկ է վերցնում կազմակերպությունի պարտավորվածություն ուրիշ կազմակերպության նկատմամբ, բանկի կլինի ինչ որ մեծ ֆինանսական կազմակերպություն կլինի եւ այլն։ Իսկ այստեղ արդեն իր սեփականատերի նկատմամբ եւ վերջ։ Բնականաբար տեսեք, երբ որ կազմակերպությունը նոր միջոցներ է ներգրավում, հա, արդեն ինքը կարող է այդ ամեն ինչին շարունակել իր բիզնեսը եւ այլն, ինչով է դա լավ։ Եվ եկեք ամենակարևորը անդրադառնանք ոնց է այդ ամեն ինչը լինում ու ոնց վստահեք, հա, գրել են իսկ ինչպես գնահատել կազմակերպության ռիսկերը բաժնետոմսեր գնելիս, հիմա մի փոքր դրա մասին նույնպես կանդրադառնամ։ Տեսեք, դուք արժեքները ձեռք եք բերում նույնիկը ֆոնդային շուկայից, ֆոնդային շուկան դա նույն ձեր պատկերացած շուկան է, որտեղ որ դուք գնում եք, ձեռք եք բերում կներեք, մրգեր, բանջարեղեն եւ այլն։ Նույն շուկան է, ուղղակի միրգ ու բանջարեղենի փոխարեն այնտեղ վաճառվում է բաժնետոմս եւ պարտատոմս։ Ոնց է դա լինում, հա? Կազմակերպությունը անցնում է ցուցակում, listing, որ բորսայում միջազգային, որտեղ արդեն սկսում են վաճառվել իր բաժնետոմսերն ու պարտատոմսերը։ Կյանքից ինչ որ օրինակ վերցնեմ, երբ որ դուք գնում եք բանջարեղեն կամ ինչ ոնց որ ասացի առնելու, նշված վաճառողը անցել է ինչ որ հստակ ստուգումներ համապատասխան մարմինների կողմից, իր մթերքը նույնպես, եւ դուք արդեն կարող եք այդ ամեն ինչը ձեռք բերել, այսինքն ամեն ինչ ստուգված է։ Այս դեպքում, երբ որ կազմակերպությունը անցնում է listing, հսկվում է միջազգային կազմակերպությունների կողմից, այսինքն իրանք նախ առաջին հերթին իր կազմակերպությունը հսկում են, դառնում այդ կազմակերպության հաշվետվությունը ամբողջ լրիվ թափանցիկ եւ բնականաբար այստեղ արդեն ռիսկերը շատ ու շատ ավելի քիչ են եւ դուք կարող եք իրենց վստահել, որովհետեւ իրենք համապատասխանում են շատ բարձր չափանիշների։ Քանզի ամենասկզբից շեշտեցի եւս մեկ անգամ մեր ժամանակը սահմանափակ է, դրա համար այս վեբինարին չենք անդրադառնա ավելի մանրամասն ռիսկերը զսպելու, հա։ Այդ միջոցով։ Եվ բնականաբար, երբ որ իրանք listing են անցնում, դա իրենց համար շատ կարևոր է, կարող են թվել մի քանի նախապայման։ Առաջին հերթին ոնց որ ասեցի, վստահությունն է, որովհետև իրանք համապատասխանում են շատ բարձր չափանիշների։ Երկրորդ հերթին ճանաչելիությունն է։
Այսինքն ինչ ասա նշանակում, երբ որ դուք դուրս եք գալիս միջազգային շուկա, օրինակի համար NASDAQ-ը վերցնենք օրինակ, ինքը ԱՄՆ-ի ֆոնդային բորսան է։ Ձեր մասին իմանում են շատ ու շատ ներդրողներ, կլինեն դրանք ինստիտուցիոնալ ֆոնդային, ինչ-որ մեծ ներդրումային կազմակերպություններ, կլինի ֆինանսական կորպորացիաներից սկսած, ինչ-որ հասարակ մերպես մարդիկ, ովքեր կատարում են ներդրումներ։ Ինչով է դա լավ։ Առաջին հերթին ձեր մասին իմանում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև աշխարհի բոլոր, կարելի ասել, երկրներում, ովքեր ունեն դրան հասանելիություն։ Այսինքն դուք կարող եք ներգրավել, ձեր բիզնեսը կարող է ներգրավել միջոցներ, որոնք շատ ավելի շատ են, քան տեղական շուկայում։ Երկրորդ հերթին դա ձեզ տալիս է լիկվիդայնություն, այսինքն իրացվելիություն։ Քանզի խոսում ենք միջազգային շուկայի մասին, այստեղ պետք չի անդրադառնալ այդ հարցին, վայ գնեմ, բա հետո պետքա վաճառեմ, վաճառելու համար պետքա գնորդեմ, չէ, նման բան չկա, քանզի միջազգային շուկայի մասին է խոսքը գնում, այստեղ այդ ամեն ինչը շատ հեշտ անել է, այսինքն վաճառումը վարքյանների ընթացքում։ Դուք մինչև 5 վայրկյանում կարելի է գնել Coca-Cola-ի բաժնետոմսեր եւ հետ վաճառել դրանք։ Նույնը չգիտեմ, կարելի է գնել ինչ-որ ուրիշ կազմակերպության, օրինակ Tesla-ի բաժնետոմսեր եւ էլի վաճառել։ Ու ոնց որ ասացի, դուք դառնում եք հայտնի, էլի ինչ որ բարձ օրինակ բերեմ, վերջերս ինձ թվում է բոլորդ էլ նորությունները լսած կլինեք Service Titan կազմակերպության մասին, ովքեր IPO են անցել, նույն լիստինգը NASDAQ-ի բորսայում։ Հիմա ինչով է սա օգտակար։ Բացի այդ կազմակերպություններից, դա օգտակար է նաև պետությանը։ Ինչի՞։ Որովհետև երբ որ կազմակերպությունները զարգանում են, բնականաբար իրենց կոնկուրենտները նույնպես, եւ սա լավ է պետության համար։ Այսինքն պետության տնտեսությունը նույնպես աճում է։ Դուք նույնպես ձեր գումարը, երբ որ пассив չեք դնում, այսինքն ներդրում եք կատարում, օգնում եք պետության տնտեսությանը, որպեսզի աճի։ Ասածից բերեմ շատ կարճ եւ հստակ փաստարկ։ Հայաստանի Հանրապետության շուկայական կապիտալիզացիան դա այն բաժնետոմսերի հանրագումարն է, որը նշված պետությունում վաճառվում է, այսինքն բոլոր վաճառող բաժնետոմսերը։ Շուկայական կապիտալիզացիան Հայաստանում մոտավորապես կազմում է 1 միլիարդ դոլարի չափով։ Եվ վերցնենք եւս երկու օրինակ։ Ռուսաստանի Դաշնությունում դա կազմում է 640 միլիարդ դոլար, բայց տեսեք, չեմ ուզում վերցնեմ ԱՄՆ-ն, բոլորդ էլ գիտեք ինչ տնտեսությունը ինչքան հզոր է, ընդհանրապես մեկ կազմակերպություն ԱՄՆ-ից Apple-ը, որի կապիտալիզացիան կազմում է 1.3 տրիլիոն դոլար։ Հասկանում եք ինչ շատ է, բնականաբար ունի ինչ հզոր տնտեսություն, սա ինչ է նշանակում, որ այո, սա իմ ասածների փաստարկն է, ինչքան շատ այդ ամեն ինչը լինի, այդքան ձեր պետության տնտեսությունը շատ ու շատ ավելի ուժեղ կլինի։ Խոսեցինք նաև դրա մասին, թե ինչով է օգտակար ձեր ներդրումները, եւ եկեք որպես վերջաբան չասեմ, ամեն դեպքում խոսեցի, որ կանադառնամ նրան, թե ինչպես դուք ձեր համար կարող եք ընտրել համապատասխան ներդրումներ։ Տեսեք, այդ ամեն ինչը կախված է նրանից, թե ինչ նպատակներ եք դուք հետապնդում ներդրումներ կատարելիս, վերցնեմ երկու օրինակ, կամայական Գևորգինը եւ Սարգսինը, հա։ Օրինակի համար սկսենք Գևորգից, Գևորգը ունի ինչ-որ կամայական 1 միլիոն դրամ, իր նպատակը մեկն է, իր համար կարևոր չի ինքը կկատարի ներդրումներ որտեղ, իր համար կարևոր է որ իր գումարը լինի ֆիքսված, ինքը եկամուտ ստանա, իր համար կարևորը ոչ թե եկամտի չափն է, այլ գումարի ապահովությունը, հա, որ ինչ որ ռիսկեր չլինեն եւ դա նա ստանա գումար, շուկայով ընդհանրապես չհետաքրքրվի, իրեն այդ ամեն ինչը բավարար է։ Այսինքն Գևորգը կարող ընտրի ավելի կոնսերվատիվ գործիքներ, չգիտեմ, սահմանափակվի անշարժ գույքով կամ պարտատոմսերով։ Ուղղակի այստեղ մի հատ բացասական կողմ կա անշարժ գույքի մասով, որ եթե դուք ուզում եք ներդրումներ կատարեք անշարժ գույքում, բոլորդ էլ հասկանում եք, որ այդ ներդրումային գումարը ծավալը շատ մեծ պետքա լինի, այսինքն չգիտեմ 10,000 դոլարով դուք չեք կարող ձեռք բերել անշարժ գույք, որ հետո էլ վարձով տակ, որ ձեզ եկամուտ բերի, այսինքն այս դեպքում կոնկրետ պարտատոմսերը բնականաբար շատ ճիշտ որոշում կլինի։ Եվ կա ոնց որ ասացի Սարգիսը, ում նպատակը մեկ այլն է։ Սարգիսը ունի 10,000 դոլար, նրան հարկավոր է 13,000 դոլար, որտեվ Սարգիսը ցանկանում է սկսել իր բիզնեսը եւ իր նախնական կապիտալի համար 3,000 դոլար չի երգում։ Սարգիսը գիտակցում է, որ կարա վարկը վերցնի, որը իր արդեն նույնպես պարտավորվածություն է, կամ չգիտեմ, ընկերներից վերցնի նույնպես պարտավորվածություն է, բայց կարա անի հետեւյալը։ Սարգիսը կարող է կատարել ներդրումներ բաժնետոմսերում, որովհետև նրանք տալիս են բարձր եկամուտ շահույթից, ապահովի իր 13,000 դոլարը եւ որի հիման վրա արդեն իր նախնական կապիտալի հիման վրա կարող է սկսել բնականաբար իր ներդրումները։ Իսկ ավտոտնակը չի համարվում անշարժ գույք։ Տեսեք, ավտոտնակը նույնպես կարող ենք համարել անշարժ գույք, բայց այստեղ եւս մեկ փաստարկ, ինձ թվում է դուք էլ կհասկանաք, որ ավտոտնակից չեք կարող այդքան եկամուտ ստանալ, տոկոսային ինքը շատ քիչ է լինելու, քան համեմատաբար անշարժ գույքը կամ պարտատոմսը։ Շատ ու շատ ավելի քիչ է լինելու, դրա համար իրեն դիֆերենցիալ անդրադառնալ։ Եվ տեսեք, այս սրա հիման վրա դուք կարող եք ընտրել ձեզ համապատասխան ներդրումներ, որը որ ձեզ ավելի կհամապատասխանի։
Ա, Նախատեսել էինք այսքանը, հիմա շատ ուրախ կլինեմ լսել ձեր հարցերը, հա, եթե հարցեր ունեք, լսում եմ ձեզ։ Կոմենտ բարում խնդրում եմ մեկնաբանություններում տալ ձեր հարցերը, որոնք կպատասխանեմ։ Մարի ջան գրել եք բնականon գները ներդրում, հա։ Ա, Ճիշտ ասած, ասեմ ասեմ կախված է նպատակից։ Եթե դուք բնակարանը ձեռք եք բերել նրա համար, որպեսի, ինչպես ասացի ամենասկզբում, տաք վարձով, հա, կամ վերավաճառեք, որպեսի եկամուտ ստանաք, այսինքն ձեր նպատակը ոչ թե այդտեղ ապրելն է, այլ իրանից եկամուտ ստանալը, այո, իրեն կարող եք դիտարկել որպես ներդրումային գործիք։ Ինչ կանխատեսումներ ունեք այս տարի ԱՄՆ արժեթղթերի շուկայի մասին, կաճի թե կիջնի։ Շատ լավ հարց ա, Արսեն ջան։ ԱՄՆ արժեթղթերի շուկայի մասին ինձ թվում է այտենց գլոբալ չի կարելի, հա, մի բառով ասել կաճի թե կիջնի, ձեր ասածը շատ հարաբերական է, այն պարզ պատճառով, որ այդտեղ կան շատ կազմակերպություններ, կարելի է վերցնել, չգիտեմ, որոնք ԱՄՆ շահառու են կամ ԱՄՆ շահառու չեն, եւ դրա մասին նոր ավելի կոմպակտ խոսել, հա, միանշանակ այդտեղ չի կարելի ամբողջական շուկայի մասին միանգամից ասել կաճի թե կիջնի։ Ներեցեք, ես բաց թողեցի վերևի հարցի պատասխանը, կներեք, որ հարցի մասին է խոսքը։ Իսկ կխոսեք նաև Տիգրանի։ Ո, հասկացա ինչի մասին եք խոսում։ NVIDIA-ի մեկ բաժնի վրթաճել նվազագույն բազմության ժողովրդի հետագա ֆունդամենտալ ցուցանիշների։ Ա, Տեսեք, անդրադառնամ ձեր հարցին, հա, ինչի է Nvidia-ն ոչ թե աճում, այլ նվազում մեկ բարենտոմսի գնի համեմատ։ Այո, դուք առաջին հերթին շատ ճիշտ եք, որովհետև նրանց հաշվետվությունը շատ, այսպես ասեմ, լավ է դուրս եկել, հա, այսինքն իրանք պետք է աճեն արածին իսկ հայացքից, բայց այստեղ կա շուկայական ազդեցություն կոչվածը, բնականաբար ձեր կոմենտից ես հասկանում եմ, որ դուք հետաքրքրվում եք ԱՄՆ շուկայով, այսինքն կհասկանաք, որ այո, DeepSeek-ը մի կողմ թողենք, որտեղ ինքը շատ մեծ կոնկուրենտ է ներկա պահին, ու անդառնանք նրանք, որ Դոնալդ Թրամփը, երբ որ արդեն եկել է նախագահական իշխանության, բնականաբար նոր սակագներ ա ներմուծել, sense հայերեն ուղղակի բառը չի ինչում տարիքների մասին է խոսքը, հա, որոնք իր հերթին ներկայացնում են շատ մեծ ազդեցություն ԱՄՆ շուկայի վրա, թե այն մարդիկ, ովքեր ԱՄՆ շահառու են, թե ոչ ինչի, որովհետև մեծամասնության բիզնեսը նույն ինքը Nvidia-ի գտնվում է ԱՄՆ տարածքից դուրս, հա, ու բնականաբար դա կփաստատի այն հաստը, որ Դոնալդ Թրամփը, երբ որ վերանայեց սակագները ինչի համար, չիպերի վրա, որտեղ ամենամեծ ներկրողը Nvidia-ն շատ մեծ տեմպերով ներկրում էր դա ԱՄՆ, բնականաբար իրեն ձեռք չի տալիս, եւ սա կարելի է համարել շուկայի ազդեցություն, որտեղ բոլոր կազմակերպությունները ենթարկվում են ազդեցությանը ու ցավոք սրտի բացասականորեն, եթե դուք հետում եք շուկայի նորություններին, կհասկանաք, որ խոսքը միայն Nvidia-ի մասին չի, այլ նաև մնացած բոլոր կազմակերպությունների, որտեղ հետս հետ է ուղիղ թե ոչ ուղիղ, իրենք բոլորը կապ ունեն սակագների հետ։ Իսկ ինչ բացասական կողմեր կարող են առաջանալ։ Ա, Տեսեք, Անի ջան, նայած որտեղ եք ներդրումներ կատարում, հա, բոլորը ունեն իրենց բացասական կողմերը։ Սկսած անշարժ գույքից, որը կարող է դուք այսօր հասկանում եք, որ անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությունում աճում է, բայց կարա ինչ-որ մի պահի չաճի, այսինքն դուք չունենաք եկամուտ, հա։ Չգիտեմ, նույն բիզնեսը կարա չտային եկամուտը, որը որ դուք եք ցանկանում։ Կրիպտոառույթը, ոնց որ ասացի, շատ բարձր ռիսկային է ու ոչ մի բան ձեզ չի խանգարում, որ դուք մի օր իրան կորցնեք ու եւ վերջ։ Ուղղակի իրան կկորցնեք ու կկորցնեք այն գումարը, որը որ ներդրում եք կատարել նրա մեջ։ Ասացեք, խնդրեմ, կրիպտոառույթի վեբինարը գրևելը ինչ կարող ենք տեղեկանալ։ Ճիշտ ասած չեմ կարող ասել մենք չենք պլանում կրիպտոառույթից ներկա պահին զրուցել, եթե լինի պարտադիր կարող ենք խոսել միասին,
Կամ տեսեք հարգելներս, եթե ինչ որ կլինեն այսպես ինդիվիդուալ հարցեր, հա, պարտադիր մեր վեբինարից հետո մենք ներքևում կթողենք հղում, հղումով կարող եք լրացնել ձեր տվյալները, որտեղ բացի այդ որ կարող եք մեզ մոտ հաշիվ բացել, նաև կարող եք մեր մասնագետների հետ ունենալ կոնսուլտացիան ու ինքը խորհրդատվություն։ Իսկ ինչից պետք է սկսել, եթե ուզում եք բաժնետոմս գնել։ Բնականաբար նախ պետք է սկսեք նրանից, թե որ կազմակերպության բաժնետոմս եք ցանկանում գնել եւ որ ոլորտի։ Այսինքն ինչ եք դուք կարծում, որ ոլորտը ավելի աճ կցուցաբերի, հա, եւ որտեղից կվերցնեք, այսինքն մի հատ օրինակ բերեմ շատ པարզ, հա, տեսեք, ձեզ հարկավոր չի գնել այն կազմակերպությունը, մի քիչ կոպիտ ասած, այսինքն որը որ դուք սիրում եք, չէ, պետքա ձեռք բերել այն կազմակերպությունը, որը ավելի շահութաբեր է։ Ну, շատ հասարակ օրինակ բերեմ, ներկա պահին շատ շատերը կատարում են ներդրումներ, ինչ որ Nvidia, հա, Microsoft ավելի տեխնոլոգիական, որտեվ ինձ թվում է բոլորս էլ միասին ամեն օր հետզհետե տեսնում ենք արհեստական բանականության աճը մեր կյանքում։ Ցանկանանք մենք դա թե ոչ, դա կա եւ դա այո շահութաբեր է։ Ու եթե ավելի կոնկրետանանք, եթե դուք ցանկանում եք կատարել ներդրումներում ինչ որ կազմակերպության բաժնետոմսերում, նախ առաջին հերթին պետք է նայեք ինքը եկամտաբեր է թե ոչ, ինչով է ինքը եկամտաբեր եւ կա արդյոք էլի ինչ որ դուք ոնց եք տեսնում այդ կազմակերպության վերլուծությունը, հա, կաճի ինքը թե ոչ։ Ինչ կարծիք եք այս մասին, հա, ճիշտ ասած նոր խոսեցի Տրամպի եւ Չինաստանի հետ մրցակցության մասին, հա, եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ինչ որ չեմ կարող այտենց հստակ միանգամից կարծիք տալ, թե ինչ կլինի հետագայում, հա, ոնց որ բայց եւ ասացի անդրադարձած հավոք սրտի ներկապային դա ԱՄՆ շուկայի վրա անդրադառնում է բացասական կերպով։ Կմեկնաբանեք, խնդրեմ, բաժնետոմսերի քանակի մասով հստակ քանակ կա թե ոչ։ Կներեք մի քիչ հարցան հասկանալի է, հստակ քանակ կա, որը կազմակերպությունը բացա թողնում ազատ հոսքի, այսինքն որ դուք բորսայից ձեռք բերեք, թե ձեր ձեռքբերման համար ինչ որ հստակ քանակ կա թե ոչ։ Եթե դա նկատի ունեք, ասեմ որ չէ, դուք կարող եք գնել 1 հատ բաժնետոմս, չգիտեմ, մեր միջոցով նույնիսկ կարող եք գնել 0.5 կես հատ բաժնետոմս, այսպես ասեմ, հա։ Ինչպես Լիլի ջան կներեք ձեր հարցը, ձեր մեկնաբանությունը։ Ինչպես տեղափոխել այլ բանկի բաժնետոմսեր մյուս բանկ, ը, տեսեք շատ պարզ, ձեզ պետքա բացել հաշիվ մյուս բանկում, հա, որից հետո դուք դիմում եք ձեր բանկ, որտեղից որ ձեռք եք բերել ձեր բաժնետոմսերը, ը, դիմում եք իրեն, որպեսզի տեղափոխվի ձեր բաժնետոմսերը, բնականաբար տեղափոխվում են ձեր բրոքերային հաշվին մյուս բանկում, վերջ։ Ընթացակարգը կարող ճիշտ է, կարող մի փոքր ուրիշ լինի, հա, բայց դա արդեն որտեղ կախված է ձեր բանկից, այսպես ասեմ, ուղարկող բանկից։ Անչափ շնորհակալ եմ, ձեզ նույնպես շնորհակալություն։ Վերջ, ճիշտ ասացիք, այլ հարցեր չունենք։ Ասեք կոնկրետ ինչ է ինձ ներկայացնում ներդրումային պորտֆելը։ Հա, իհարկե կասեմ։ Տեսեք, ներդրումային պորտֆելը, հիշում եք, մենք միասին խոսեցինք դիվերսիֆիկացիայի մասին, զանազանության։ Ներդրումային պորտֆելը այդ ամեն ինչի հավաքագիրն է, օրինակ վերցնենք, դուք ներդրումներ եք կատարում անշարժ գույքում, բիզնեսում եւ առևտրում։ Այս ամեն ինչը կազմած է ձեր ներդրումային պորտֆելը։ Դուք ունեք ներդրումներ, հա, կարելի է իր մասին ավելի մանրամասն խոսել, թե որտեղ եք դուք ներդրումներ կատարում, որտեղ ներդրումային պորտֆելը ունի, չգիտեմ, եկամտի մաս, երաշխիքի մաս եւ այլն, հա, բայց եթե շատ ավելի շատ ամբողջականացնել ներդրումային պորտֆելը, դա իմ ասած ներդրումների ամբողջականությունն է։ Կներեք ճիշտ ասած չի ուզենա ընդհանրապես այդ հարցին անդրադառնալ, որոնք են վստահելի կազմակերպությունները, ըստ որտեղ կարելի է բաժնետոմս ձեռք բերել։ Միևնույն դա կախված է ձեր վստահությունից առաջին հերթին եւ բնականաբար եթե դուք բաժնետոմսեր եք գնում, արդեն պետք է նայեք նաեւ կազմակերպության շահութաբերությանը, այսինքն պետք է հասկանաք թե որտեղ եք ավելի ներդրումներ կատարել, որն է ավելի շահութաբեր ձեզ համար, ըստ ձեզ, որ ավելի շատ եկամուտ կբերի, որ ոլորտը կաճի, եթե ավելի գլոբալ նայեք։
հաջորդ վեբինարի մասին կուղարկեք նամակ մեր հասցեն։ Այո, իհարկե, բնականաբար բոլորիդ կտեղեկացնենք հաջորդ մեր վեբինարի մասին, թե երբ հա լինելու, թե ինչ թեմայով հա լինելու, բոլորիդ անխտիր կտեղեկացնենք։ Բնականաբար մենք ունենք նաև սոցկայքերում Instagram, Telegram, Facebook, որտեղ կարող եք բաժանորդագրվել, որտեղ դուրս են գալիս մեր նորությունները եւ բնականաբար դրա մասին նույնպես կիմանաք։ Ինչպես ճիշտ ուսումնասիրել ընկերությունը, որի բաժնետոմսերը ցանկանում եմ գնել։ Տեսեք, շատ պարզ, եթե դուք ցանկանում եք գնել այդ ընկերության բաժնետոմսերը, ուրեմն այդ ընկերությունը, ինչպես ասացի լիստինգի ժամանակ, հրապարակային է։ Այսինքն իր ֆինանսական հաշվետվությունը կայքում կա, որտեղ դուք կարող եք մուտք գործել ու տեսնել նշված կազմակերպության օրինակի համար եկամուտները վերջին 5 տարվա ընթացքում։ Տեսեք, եթե դուք տեսնում եք աճում են ու հասկանում եք նշված կազմակերպության բիզնես մոդելը, հա, բնականաբար ինքը կցուցաբերի շատ ավելի աճ։ Օրինակը բերեմ Յունիբանկի կազմակերպության վրա։ Դուք բացում եք, տեսնում եք վերցնենք կամայական վերջին 5 տարին կամ ավելի շատ ոնց ձեզ հարմար է։ Դուք բացում եք, տեսնում եք, որ 5 տարվա ընթացքում Յունիբանկը ցուցադրել աճ, կոպիտ ասած, այսինքն գրաֆիկով բարձրացել է վերևի վիճը։ Դուք հասկանում եք, որ Յունիբանկը ֆինանսական ոլորտում է, Հայաստանում տնտեսությունը զարգանում է, տնտեսությունը ինչ է նախ եւ առաջ գումարի շարժ, գումարը ինչ որ կազմակերպության միջոցով է շարժվում բանկի, կարող եք ներդրումներ կատարել Յունիբանկում, որպես օրինակ։ Եվ այսպես կարող եք հետևել ցանկացած մեկ այլ կազմակերպության, որը կլինի օրինակ, չգիտեմ, ֆինանսական ոլորտ եւ այլն։ Նախնական ինչ գումարից կարելի է սկսել։ Տեսեք, ստեղ կախված է նրանից, թե ինչ գործիք եք դուք նախընտրում ձեզ համար։ Որ ինչպես ասացի, անշարժ գույքը եւ այլն ունեն ինչ որ X, հա, չեմ ուզում ինչ որ գումար նշեմ, նախնական մուտքի, այսպես ասած, սահմանաչափ ակամայից։ Բայց չգիտեմ, կարող եք սկսել օրինակ եմը բաժնետոմսերից, հա, ինչ որ ավանդից եւ այլն, որտեղ այդ ամեն ինչ չկա։ Բայց դուք ցանկանում եք բաժնետոմսեր, այսինքն շուկայից տեղյակներ եւ այլն, բաժնետոմսը շատ լավ հնարավորություն է, որտեղ շատ ժամանակ չկա բնականաբար այդ սահմանաչափը, ինչի մասին որ մենք խոսեցինք, մեկնաբանություններում, եթե տեսնեք, իմիջիայլոց արդեն ավելացրեցին մեր հղումը, որտեղ որ կարող եք այդ ամեն ինչը տեսնել։ Կնշեք աղբյուրներ, որտեղից հավաստի լրջ ինֆո կարող ենք ստանալ առավել շահավետ ներդրումների վերաբերյալ, կազմակերպություններ, բարոյթոմսերի շուկա եւ այլն։ Իհարկե կարող եմ նշել, տեսեք, ցավոք, շատ մեծ ցավով եմ դրա մասին խոսում, որ Հայաստանում ներդրումային շուկան ընդհանրապես այդ ամեն ինչը շատ քիչ է զարգացած։ Եթե խոսանք Հայաստանի շուկայի մասին, այստեղ դուք պետքա ցավոք սրտի կազմակերպությունները ուսումնասիրեք դուք ինքներդ ամբողջ կազմակերպությունները ուսումնասիրելով, հերթով մտնելով իրենց կայքերը, հաշվետվությունները նայելով։ Բայց հուսով եմ, որ նույնպես կզարգանա քան մնացած շուկաները, հա, իսկ եթե խոսում ենք արտասահմանյան շուկայի մասին, Investit.com, Yahoo Finance, կան նշված կայքերը, որտեղ դուք կարող եք մուտք գործել, ավելին ասեմ, այնտեղ կա նույնիսկ ինֆորմացիա ոչ միայն հաշվետվության, այլ նաև որոշ մարդիկ, վերլուծաբաններ, իրենց կարծիքն են թողնում, այսինքն շատ հեշտ կարող եք մտնել եւ ծանոթանալ նրանց կարծիքին, վերլուծությանը եւ այլն։ Եթե ձեզ ավելի շատ է հետաքրքրում այդ ամեն ինչը, բայց դուք նույնպես ցանկանում եք կատարել ներդրումներ բաժնետոմսերով եւ այլն, դուք ինքներդ կարող եք նաեւ մեզ հետ կապ հաստատել, հա, մեր աշխատողների, որոնք ձեզ նույնպես կօգնեն այդ հարցում։ Այսինքն, չգիտեմ, կարող են իրենք ձեզ արդեն տրամադրեն ինչ-որ վերլուծած կազմակերպություններ, որոնք ձեզ կտան եկամուտ, ավելին կարող են ձեր փոխարեն վերլուծել այն կազմակերպությունը, որը որ դուք եք ցանկանում։ Ինչպես հասկանալ, որ ընկերություններն են դիվիդենդ վճարում, որոնք ոչ, շատ հեշտ նշված կայքերում, որտեղ որ ես ասացի, միշտ տեղադրված է այդ ինֆորմացիան, իրանք դիվիդենդ վճարում են թե ոչ, ինչ հաճախականությամբ եւ ոնց է դա որոշվում։ Այսինքն, եթե տեղյակ եք, դիվիդենդը կարող է լինել հստակ կամ կարող է լինել ըստ բաժնետոմսի կամ ըստ շահույթի, հա, կախված կազմակերպությունից, բնականաբար այդ ամեն ինչը նշած կայքերում եւս մեկ անգամ կրկնեմ, եթե չեք ֆիքսել Investing.com, Yahoo Finance, դրանք շատ ու շատ ավելին են, որ կարելի է նշել, այնտեղ բնականաբար այդ ամեն ինչին կարող եք ծանոթանալ։ Կարող եք նաև, չգիտեմ, եթե մեր հաճախորդը հանդիսանում եք, կարող եք նույնիսկ մուտք գործել մեր անձնական էջի Unibank Invest-ի, այնտեղ կա դիվիդենդային օրացույց բաժինը, այնտեղ մտնում եք ցանկացած կազմակերպության, որտեղ որ արդեն որոշվել է, որ իրանք հստակ դիվիդենդ են վճարել, բոլորի մասին ինֆորմացիան կա։ Ինչ կասեք, բաժնետոմսերը եւ պարտատոմսերը երաշխավորվում են միանշանակ։ Նրանք երաշխավորվում են նշված կազմակերպությունների թողարկողների կողմից, եթե հայկական շուկայում ենք խոսում, եւ կազմակերպությունների կողմից, որոնք ներկայացնում են պետական մակարդակը, եթե տեղյակ եք ԱՄՆ-ում գործում է SEK կազմակերպությունը, ով երաշխավորում է այդ ամեն ինչը, Հայաստանի Հանրապետությունից, որ բոլորը տեղյակ եք այդ ամբողջությամբ իրավերցնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։ Երաշխավորած են ներդրումներ սնանկության դեպքում ինչպես է լինում։ Տեսեք, սնանկության դեպքում կախված է նրանից նախ ինչ գործիք ունեք,
Հա, եթե պարտատոմսերի մասին է խոսքը, բնականաբար ձեր շահերը, ինչպես ասացի, պաշտպանում են մայր գումարը ձեզ վերադարձնում են, կարող են նույնիսկ ինչ-որ եկամտով։ Բաժնետոմսերի դեպքում ձեզ նույնպես գումարը վերադարձնում են համապատասխան ձեր բաժնեմասի քանակի։ Այսինքն մի հատ շատ պարզ բան հասկանանք, Հայաստանում նամանավանդ քանի որ կրիպտոարժույթ կա, մարդիկ շատ չեն տարբերում այդ ամեն ինչը, ու սենց ինչ որ ժողովրդական սենց խոսք կա, հա, տենց ովքեր որ ներդրում բաժնետոմսերս գնա կորի, դե նման բան չի լինում, եթե դա դուք սնանկ եք, կոպիտ ասած, բայց ձեռք եք բերել, դուք չեք գնել կազմակերպությունը սնանկ ա, դուք ձեռք եք բերել 10 հատ բաժնետոմս, ինչ էլ ուզում ա լինի, ձեր 10 բաժնետոմսը մլոդես։ Ո շնորհակալություն Սաքսին, մեր մասնագետին, խնդրեմ, հղումները ներքևում կան, թե investing.com-ի, թե Yahoo Finance-ի կարող եք մուտք գործել։ Բաժնետոմսը երաշխավորվում է, ինչպես հասկացա, սա հարց է, ու ինչպես անդրադարձա նախորդ հարցի պատասխանի, այո։ Ստարտափների բաժնետոմսերի վերաբերյալ ինֆորմացիա որտեղից կարող եք տեղեկանալ։ Եթե մեր հաճախորդ եք բնականաբար մեզնից, ինչպես ասացի, եթե մեր հաճախորդը չեք, նույնպես ազատ կայքերում կարող եք տեսնել pre-IPO-ա կոչվում, հա, այսինքն խոսքը այն կազմակերպությունների մասին է, որոնք պատրաստվում են անցնել listing, հա, եթե հիշում եք, դա ոնց որ ասացի, շուկա դուրս գալու մասնա դեռ չեն անցել, եւ բնականաբար այդտեղից կարող եք տեղեկանալ ու մասնակցել դրան։ Ձեր բանկը որ բորսաների հետ է համագործակցում։ Տեսեք, մեր բանկը համագործակցում է ամենահանրահայտ աշխարհի բորսաների հետ, այսինքն եթե վերցնենք ԱՄՆ NYSE, NASDAQ, NYSE Arca, Եվրոպայում LSE, Extra եւ բնականաբար արդեն չգիտեմ, ասիական շուկաների պես, այսինքն որ բորսայից եք ցանկանում, հանրահայտ բոլորը կան։ Ինչպես դառնալ ինչ կներեք, Լիլի ջան, մի փոքր անհասկանալի է։ Շնորհակալություն հետագայում հարցի դեպքում ոնց կապենք ձեզ հետ։ Տեսեք, մեզ հետ կապ հաստատելու համար հղում ենք թողել, դա լրացնում եք ձեր տվյալները, հա, շատ հեշտ հանգիստ, անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ, մեյլ, հեռախոսահամար, պրոմոկոդ դաշտում կարող եք նշել վեբինար, որովհետեւ հասկանանք որտեղից եք, եւ վերջ, դուք այդ հայտը թողնում եք, մեր մասնագետը արդեն կապ է հաստատում ձեզ հետ։ Կամ կարող եք մուտք գործել, խնդրեմ, տեսեք Unibank Invest-ային ֆորմայում հավելվածը, որտեղ, օй, հղումը, կայքի, որտեղով որ կարող եք մուտք գործել եւ հայթոնել, բացի այդ, այնտեղ կան կոնտակտային տվյալներ, որտեղով որ կարող եք ձեր կոնտակտային տվյալները նշված է, որ կարող եք կապ հաստատել մեզ հետ, սկսած մեյլից, հեռախոսահամարից եւ այլն։ Շնորհակալ եմ վեբինարի համար, ձեզ նույնպես շնորհակալ եմ, կասեք եւս բաց տեղեկություն ձեր բանկի Prime Broker-ի մասին։ Խնդիր չկա, իհարկե կխնդրեմ ձեզ հայտ թողնել, որից հետո կապ կհաստատենք ձեզ հետ ավելի մանրամասն կհասկանանք Prime Broker-ի մասին ինչ նկատի ունեք, հա։ Ես հասկանում եմ ինչ նկատի ունեք, խնդրեմ թողնեք հեռախոսահամար, ձեր հետ կապ կհաստատենք ավելի մանրամասն կքննարկենք։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Շնորհակալ եմ հարցերի համար հարգելիներս, ինչպես նշեցի ամենասկզբում ժամանակը շատ սահմանափակ էր, այսքանով եկեք ավարտենք։ Եթե ելի հարցեր կլինեն, խնդրում եմ դիմեք մեզ կոնտակտային տվյալներով, կխնդրեմ մեր աշխատակից Սարգսին վեբինարից հետո նաև կթողի հղում Telegram-յան support ունենք, հա, աջակցության chat, որտեղ նույնպես կարող եք դիմել, եւ ինչպես նշեցի, մեր բոլոր կոնտակտային տվյալներով եւ հայտ թողելու միջոցով մեր մասնագետները ձեզ հետ կապ կհաստատեն, կպատասխանեն ձեր հարցերին
Շնորհակալ եմ սա բոլորիդ մասնակցության եւ լսելու համար։ Հուսով եմ ամեն ինչը բոլորիդ հասկանալի է։ Կհանդիպենք մեր հաջորդ վեբինարների ընթացքում, ինչպես ասացի, բնականաբար բոլորի մասին ձեզ կտեղեկացնենք։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ մասնակցության համար։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Ցտեսություն։ Ամեն մնաք բարյավ։